Թուրքական լրատվամիջոցների համաձայն Հայաստանի սահմանին գտնվող Ալիջանի անցակետի վերակառուցման աշխատանքների 90%-ն արդեն իրականացվել է։ Նշվում է, որ սահմանի երկայնքով ինտենսիվ աշխատանքների ավարտը մոտ է և ձեռնարկատերերը սկսում են նախապատրաստվել առևտրային ներուժի իրացմանը։ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է անցակետ ծանոթացել կատարված աշխատանքին։ Նա նշել է, որ իրենց նպատակն է մինչև հունվարի վերջ բացել Ալիջանի սահմանային անցումը, ինչը նրա խոսքով արմատապես կփոխի երկրի արևելյան շրջանների տնտեսությունն ու սոցիալական կառուցվածքը։ Կանադան ողջունել է Ադրբեջանի կողմից 4 հայ գերիների ազատ արձակումը։ Ըստ երկրի արտգործնախարարության սա դրական քայլ է դեպի Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղություն։ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը նույնպես ողջունել է Ադրբեջանի կողմից պահվող 4 հայերի ազատ արձակումը և փոխանցումը Հայաստանին։ Սա կարևոր առաջընթաց է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ Եվրամիությունը կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին, նշել է նա։ Թեմային անդրադարձել է նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ Եվրամիությունը ջերմորեն ողջունում է Ադրբեջանի կողմից 4 հայերի ազատ արձակումը, ինչպես նաև այն վերջին մյուս դրական քայլերը, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ձեռնարկում են համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ, նշել է նա։ Հիշեցնենք, հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջանին, Վիգեն Էուլջեկջյանին և Վագիվ Խաչատրյանին։ ԱՄՆ պետքարտուղարությունը դադարեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին։ Պետքարտուղարությունը կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի համար, որտեղից ժամանած միգրանտները ստանում են անընդունելիորեն բարձր սոցիալական նպաստներ ամերիկյան ժողովրդի հաշվին, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից։ Հայաստանից բացի սահմանափակումները կվերաբերեն Ռուսաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին, լատինամերիկյան, բալկանյան, աֆրիկյան, մերձավոր արևելյան և հարավասիական մի շարք երկրների։ Այս որոշումը չի ազդի ԱՄՆ այցելության նպատակով վիզաների տրամադրման վրա։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսում անդրադարձել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի արտահայտած այն մտքին, որ Ռուսաստանը պետք է դիտարկի Հայաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը, որպեսզի նրանք դուրս չգան ռուսական ազդեցության գոտուց։ Զախարովայի խոսքով դա ընդամենը լրագրողի կարծիք է, Սոլովյովը նման կարծիք է արտահայտել իր մասնավոր ալիքով, և նա չի արել հայտարարություն, այլ իր անձնական կարծիքը ձևակերպել է հարցի տեսքով։ Զախարովան նշել է, որ այդ մեկնաբանությունները հետագայում ներկայացվել են որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում, ինչն անընդունելի է։ Նրա խոսքով Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվում է լիազորված պաշտոնական անձանց կողմից և այդ դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է տարբեր հանդիպումներում և հարթակներում։ Մենք պարբերաբար երկխոսություն ենք վարում հետխորհրդային տարածքում գործող տարբեր կառույցների միջոցով, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը։ Մեր երկիրը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ժողովուրդների հետ պատմականորեն կապում են բարիդրացիության, ռազմավարական գործընկերության, դաշնակցության, եղբայրական բարեկամության և համագործակցության հարաբերությունները, նշել է պաշտոնյան, կոչ անելով չտրվել սադրանքների։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ֆրանսիացի զինծառայողների առաջին խումբն արդեն Գրենլանդիայում է։ Առաջիկա օրերին կղզի կուղարկվեն նաև ցամաքային, ծովային և օդային միջոցներ։ Մինչ այս Մակրոնը պաշտպանական հարցերով արտակարգ հանդիպում է անցկացրել քննարկելու Գրենլանդիան ձեռք բերելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, ինչպես նաև Իրանում տիրող իրավիճակը։ Գրենլանդիա զորքեր են սկսել ուղարկել նաև Գերմանիան, Նորվեգիան և Շվեդիան, այդ կերպ արտահայտելով իրենց աջակցությունը Դանիային և նրա կազմի մեջ մտնող կղզուն։ Զորքերի տեղակայումը սկսվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնում Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարների հանդիպումն ԱՄՆ պաշտոնյաների հետ որևէ արդյունք չի տվել։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր ունեցած տեղեկություններով Իրանում դադարեցվել են ցուցարարների սպանությունները և կասեցվել նախատեսվող մահապատիժները։ Դոնալդ Թրամփի խոսքով իրեն այդ մասին հայտնել են քաջատեղյակ աղբյուրները։ Հուսով եմ դա ճիշտ է, ասել է Թրամփը, հավելելով. ԱՄՆ-ն կշարունակի հետևել զարգացումներին։ Իրանում տիրող իրավիճակի մասին Fox News-ի հետ զրույցում խոսել է երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա նշել է, որ բողոքի ակցիաների մասնակիցներին կախաղան հանելու որևէ ծրագիր չկա։ Արաղչին նաև հերքել է արևմտյան լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե Իրանում ցույցերի ժամանակ սպանվել է ավելի քան 2500 մարդ։ Նրա խոսքով զոհերի թիվը մի քանի հարյուր է։ Դիվանագետը ևս մեկ անգամ նշել է, թե ցույցերն իրականացվել են դրսից եկած ահաբեկչական տարրերի կողմից։
Նրանք ողջ այրել են ոստիկանների, գլխատել են նրանց, կրակել են ինչպես ոստիկանների, այնպես էլ սովորական մարդկանց վրա։ Արդյունքում 3 օր շարունակ մենք փաստացիորեն կռվել ենք ահաբեկիչների, այլ ոչ թե ցուցարարների դեմ, ասել է Արաղչին։ Նրա խոսքով այս ամենի նպատակը եղել է մահերի թիվն ավելացնելը եւ Միացյալ Նահանգներին հակամարտության մեջ ներքաշելը, քանի որ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ սպանությունների դեպքում կմիջամտի։ Այս ամենին զուգահեռ Իրանը գիշերը մոտ 5 ժամով փակել է իր օդային տարածքը ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական գործողության հետ կապված մտահոգությունների պատճառով, իսկ Մեծ Բրիտանիան ժամանակավորապես փակել է դեսպանությունն Իրանում։ Միևնույն ժամանակ բրիտանական զորքերն ամերիկյան ուժերի հետ միասին դուրս են բերվել Կատարում ամերիկյան Ալուդեյթ ավիաբազայից։ Դոհայում ԱՄՆ դեսպանատունն իր բոլոր աշխատակիցներին եւ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել ավիաբազա այցելելուց հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը։ Իրանում տիրող իրավիճակը քննարկելու համար ԱՄՆ-ի խնդրանքով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է օտարերկրյա 33 դեսպանի հավատարմագրերը եւ հանդես եկել ելույթով։ Նա հայտարարել է, որ Մոսկվան ձգտում է երկարատև եւ կայուն խաղաղության, սակայն Կիևը եւ նրան աջակցող մայրաքաղաքները պատրաստ չեն դրան։ Քանի դեռ դա չկա, Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն հասնել իր առջև դրված նպատակներին, նշել է Պուտինը։ Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է եվրոպական երկրների հետ երկխոսության, որն ընդհատվել է հենց եվրոպացիների մեղքով։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման եւ խաղաղության հաստատման գործընթացը դանդաղեցնում է ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան։ Իր հերթին Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ ԱՄՆ ղեկավարի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան կկայանա։ Պեսկովի խոսքով Մոսկվան անհրաժեշտ է համարում Ուկրաինայի շուրջ Վաշինգտոնի հետ երկխոսության շարունակումը։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ տեղյակ չէ Ուիթքոֆի եւ Քուշների Մոսկվա այցի մասին։ Այս ամենին զուգահեռ Ուկրաինայի նախագահն էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն է հայտարարել։ Կիևում ստեղծվել է արտակարգ էներգետիկ արձագանքի համակարգման շտաբ։ Ըստ Կիևի քաղաքապետի պատերազմի 4 տարվա ընթացքում մայրաքաղաքում էներգետիկայի հետ կապված իրավիճակն այժմ ամենաբարդն է։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։